Շնորհակալ եմ, ինչու հիմա, որովհետև նախ ասեմ, որ շուտվանից կա նախագծի անհրաժեշտությունը եւ դա պետք է անենք դեռևս տարիներ առաջ, որպեսզի կանխեինք այն երևույթները, որոնք տեղի ունեցան կամ գոնե սահմանափակենք ու ավելի լավ է հիմա անենք, քան չանենք կամ անենք շատ ավելի ուշ։ Ես մի քանի անգամ թվերը ներկայացրել եմ, բայց ձեր մեդիայում նույնպես կցանկանամ նշել, որ մենք ունենք լրջագույն խնդիր Հայաստանում կապված զորակոչի հետ։ Բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Առաջի տարբերակը դա հիմնականում քաղաքացիությունից հրաժարվելն է, որ մինչև 16 տարին լրանալ է արական սեռի քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից եւ արդեն զորակոչի տարիքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, որովհետեւ թեև ազգությամբ հայեր են եւ բնակվում են Հայաստանում, բայց ունեն այլ երկրի անձնագիր։ Թիվը 2020-ից 2024 թվականների ընթացքում ավելի քան 8700 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարեկան գնացել են այս ճանապարհով, շատերը հիմա են գնում այս ճանապարհով, որպեսզի լուծեն իրենց խնդիրը։ Եվ ես առաջարկում եմ, որպեսզի մենք բարձր տուրք դնենք քաղաքացիությունից հրաժարվելու համար, սա գալիս է կանխելու այս արատավոր երևույթը, որպեսզի մեր քաղաքացիները այսօր ընդհանրապես 25000 դրամ են վճարում դիմում տալու համար, որպեսզի փոխեն իրենց քաղաքացիությունը։ Ես առաջարկում դա դարձնել 15 միլիոն դրամ, որպեսզի թիվը քաղաքացիությունից հրաժարվողների կտրուկ նվազի։ Եվ եթե անգամ նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով, այն բացը, որ ունենալու են իրաց չծառայելով, լրացնենք այդ գումարով ուրիշ անձանց ծառայության բերելով։ Ինձ թվում է, որ ծառայությունից խուսափելու պատճառները մեծամասամբ հայտնի են։ Դա աշխարհաքաղաքական եւ մեր տարածաշրջանային անվտանգային համակարգով պայմանավորված վախերն են հիմնականում, որ կան, եւ սրանով պայմանավորված քաղաքացիները ծախսում են մեծ գումարներ, դիմում են տարբեր պաշտոնյաների կամ ոչ պաշտոնյաների, որպեսզի իրենց օգնեն, նրանք կարողանան ստանալ առողջական հիվանդությունների թղթեր, որպեսզի նաև այդ հիմքով չծառայեն, կամ ուղղակի լքում են Հայաստանի Հանրապետությունը ուսման, բուժման կամ այլ նպատակներով եւ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն։ Նշեմ, որ ունենք 10000-ից ավել քաղաքացիներ, ովքեր այսօր հետախուզվում են բանակում չծառայելու համար եւ գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Նրանց կեսը մոտ 5000-ը միջև 27 տարեկան տղաներն են, այսինքն երբ ես ասում եմ, որ մենք պետք է սահմանափակենք բանակից խուսափելը եւ պետք է մեծ գումար դնենք քաղաքացիությունը փոխելու դիմաց եւ նաեւ պետք է որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանենք սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, որպեսզի նաեւ այն մեխանիզմները, որ հիմա կան եւ առկա են եւ գործում են, դրանք կարողանանք մենք խափանել եւ այս իմաստով բարձրացնենք զորակոչի թիվը։ Այսօր բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների 30-ից 40%-ը միայն։ Ես կարծում եմ, որ այս թիվը պետք է առնվազն 50%-ով շատացնենք եւ բանակ զորակոչվողների թիվը առնվազն 50%-ով պետք է լինի ամեն զորակոչին ավելի շատ։ Բայց երբ մենք սահմանափակումներ ենք մտցնում, մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ այն խնդիրները, որոնք որ առկա են, ինչով պայմանավորված քաղաքացիները շարունակում են խուսափել եւ եթե մենք սահմանափակենք միևնույն է այլ ճանապարհ են փորձելու գտնել եւ ամենավատ տարբերակը ուղղակի լքելու են Հայաստանի Հանրապետությունը ընտանիքներով, մենք պետք է տանք հնարավորություններ եւ ծառայությունը դարձնենք ավելի գրավիչ դարձնելու ճանապարհները մի քանիսն են։ Առաջինը զինծառայողների վճարվող գումարները պետք է բարձրացվեն։ Այն քաղաքացիները, ովքեր քաղաքացիությունից կհրաժարվեն եւ կտան 15 միլիոն դրամ, կամ այն քաղաքացիները, ովքեր կվճարեն, որպեսզի կարճ ծառայեն, այդ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողների, այսինքն ժամկետային զինծառայողների դրամական ապահովման բարձրացմանը։ Այսօր շարքային կազմի մեր զինծառայողները ժամկետային ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում, որը պետք է առնվազն 5 անգամ կամ 10 անգամ բարձրացվի եւ նրանք պետք է 5-10 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանան դրամական ապահովման տեսքով։ Հաջորդը նրանք, ովքեր որոշակի սպորտում հաջողություններ են հասել կամ գիտության մեջ, որ այսօր նրանք կառավարության որոշումներ ստանում են տարգետում կամ այլ հիմքերով ազատվում են, օրինակ գիտական կոչում ունենալու հիմքով ազատվում են ծառայությունից։ Ես կարծում եմ մենք չպետք է նման հնարավորություն տանք եւ առաջիկայում պետք է սահմանենք, եթե դու որևէ ոլորտում հաջողության ես հասել, սպորտի մեջ, աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կամ շախմատի չեմպիոն ես կամ գիտական կոչում ունես, դու հավանաբար նաև քո այդ վաստակով մեծ գումարներ ես վաստակում եւ կարող ես վճարել գումար, ծառայել 1 ամիս, ընդմիշտ փակել ծառայության էջը, ոչ թե ամեն տարի խնդրել, որպեսզի կառավարությունը օրինակ քեզ տարգետում տա
Եվ նաև քո վճարած գումարներով այլ քաղաքացիներ կծառայեն, դու էլ կծառայես 1 ամիս կամ 6 ամիս եւ կտիրապետես զենքին, բանակում ծառայելու հիմնական կանոններին, կտաս զինվորական երթում, կհաշվառվես կոնկրետ զորամասում եւ կարիքի դեպքում քեզ պաշտպանության նախարարությունը կօգտագործի իր կարիքների համար։